Համար ձայնը տրվում է Արման Եղոյանին։ Համեցեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես կցանկանայի խոսել Հայաստանում մամուլի ազատության մասին, գործընկերներն էլ հետևում են, բարև ձեզ, երեխաներ։ Ինչպես գիտեք, վերջերս օրեր առաջ լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը իր դասակարգման աղյուսակում մամուլի ազատությամբ Հայաստանին հատկացրել է 34-րդ տեղը մամուլի ազատությամբ 80 երկրների շարքում, սա նշանակում է, որ աշխարհում միայն 33 երկրում է մամուլը ավելի ազատ եւ մնացած երկրներում մամուլը ավելի անազատ է, քան Հայաստանում, բայց այս նորությունը կարծես թե չի ոգևորել մեր լրագրողներին, առանձնապես սա չի բարձրաձայնվում, դրական ներբերանգներով չի ներկայացվում եւ պատճառը կարծում եմ այն է, որ այդ նույն զեկույցում մեկ այլ բան է նշվում, որ Հայաստանում մամուլը չափազանց բևեռացված է, առանձնացվել էին 4 լրատվամիջոցներ, որոնք քիչ թե շատ ազատ են, կամ կարելի է համարել, որ ազատ են, խոսքը ազատություն AM-ի, Civilnet AM-ի, հետքի եւ Factor M-ի մասին, այս 4-ն էին առանձնացվել որպես ազատ մամուլի օրինակներ, այդպես էլ ասում է զեկույցում մի ձեռքի մատների վրա կարող ենք հաշվել ազատներին, մնացածները ասում են կամ գտնվում են իշխանությանը մոտ ուժերի վերահսկողության տակ, կամ նախկին օլիգարխների վերահսկողության տակ, հենց այդպես է ասում զեկույցում, դե իշխանությանը մոտ գիտեք, մենք ունենք կուսակցական լրատվամիջոց CVKM-նա, կան 1-2 կայքեր, որոնք էլի համակրանքով են վերաբերվում իշխանությանը, եւ ստացվում է, որ մնացած ամբողջ մեր լրատվական դաշտը ըստ լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցի գտնվում է նախկին օլիգարխների վերահսկողության տակ, ու ինչ-որ մեր լրագրողական կազմակերպությունները այս մասին չեն բողոքում, մի հատ բողոքի դիմումով, չգիտեմ, նոտայով չեն դիմում այս շատ հարգարժան կազմակերպությանը իրենց ձայնը բարձրաձայնելու, փոխարենը գալիս են այստեղ լրատվամիջոցների սեփականատերեր, ինչպես օրինակ Տիկին Թովմասյանը, ու իրան թույլ է տալիս բարձրաձայնի, հենց տեսեք ինչից է խոսում։ Բարձրաձայնի, ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի կինը, ինչ-որ մի պաշտոնում աշխատում է։ Պատկերացնում եք, ասում է մարդը աշխատում է։ Հետո երբ որ իրան ասում են, բայց ես որտեղից 3 հատ տուն Երևանի կենտրոնում, ասում է դե ես աշխատել եմ։ Ասում է ես աշխատել, ինքը աշխատել է, մյուսները չեն աշխատում։ Մենակ ինքն է աշխատել։ Մյուս լրագրողները երևի այդքան լավ չեն աշխատել, կամ իրանից վատ լրագրող են եղել, այն է մեզ հետևում են։ Դուք ունեք 3 հատ տուն Երևանի կենտրոնում։ Չունեք երևի։ Իսկ Տիկին Թովմասյանը ունի։ Ու շատ հետաքրքիր է ոնց ունի, ինչ է աշխատել, որ այստեղ գալիս է ու նման հայտարարություններ է անում։ Ասենք 2000-ականների սկզբին իրավունք թերթում աշխատել է լրագրող, 2000-ականների սկզբում իրավունք թերթի լրագրողի աշխատավարձով, հետո 4-րդ իշխանության թերթի լրագրողի աշխատավարձով եւ հետո էլ սեփական թերթի միջոցներով, օրինական միջոցներով մարդը կարա 3 հատ անշարժ գույք գնի Երևանի կենտրոնում։ Հայ Կոնջոյանի կնոջ աշխատավարձը Հայ Կոնջոյանի կինը պետքա 10 տարի հավաքի, 10 տարի, եթե ոչ մի բանի վրա չծախսի, հաց չէ, ջուր չէ, ոչ մի բանի վրա, ուղղակի մի կողմ դնի։ 10 տարուց նոր կկարողանա գնի Տիկին Թովմասյանի Երևանյան ամենաէժան բնակարաններից մեկը։ 10 տարի հավաքելուց հետո։ Հələ 10 տարուց ինֆլյացիա էլ կլինի, այսինքն նույնիսկ այդ դեպքում կարող է չկարողանա գնի։ Երևի բանկում ավան դնի, որ ինֆլյացիան մեջ հաշվի, որ նոր կարողանա գնի։ Եթե դնի բարձի տակ, էլի չի կարողանա գնի, ինֆլյացիան հաշված։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ լրատվության մասին, եթե խոսում ենք հայտարարագրերից, մի վայրկյան, հիմա գանք այդտեղ։ Զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածը ասում է, որ զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի տեսաշարային, ձայնաշարային եւ տասաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից, հովանավորների հատկացած գումարներից, հիշում ենք
լրագրողներ առանց սահմանի կազմակերպության դիտարկումը նախկին օլիգարխներից սնվող լրագրողների եւ լրատվականների մասին, հովանավորների հատկացած գումարներից կամ նվիրատվություններից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացած ֆինանսական միջոցներից։ Շատ լավ։ Եվ որտեղից մենք պետք է իմանանք, թե որտեղից ինչքան գումար է ստացել լրատվամիջոցը, երկրորդ մասը այդ հոդվածի ասումը. լրատվական գործունեություն իրականացնողը ընթացիկ տարվա մարտի 30 մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, եթե դա թողարկվում է, իսկ համացանցում գրանցված դոմեին հոստինգ ունեցող կայքի գլխավոր էջում տարեկան հաշվետվություն վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը ըստ սույն հոդվածի առաջին մասում նշված եկամուտների աղբյուրների։ Մեր լրատվամիջոցներից քանիսի տարեկան հաշվետվություն վերնագրի ներքո հաշվետվությունն եք տեսել մեզ որևէ տարում։ Ես մի քանիսը տեսել եմ, այնց մի քանի թերթերին մեկն մեջ հպանցիկ։ Արդյոք կատարում են մեր լրատվամիջոցները օրենքի այս պահանջը, որ մենք էլ իմանանք, այդ ինչ հովանավորներից ինչ գումարներ են ստանում եւ ինչի համար են ստանում այդ գումարները։ Մի հատ հասկանանք էլի, որ բանը մի օր մի պատմություն եմ ուզում պատմեմ, ինձ այդ պատահած, ուրեմն զավեշտալի պատմություն է, էլի, մի 6 ամիս առաջ ոնց որ ասում են նստած բան է անում, հաց ու սոխ կուտեի, մեկ էլ ժողովուրդ օրաթերթից են զանգում, դե վերցնում եմ, ասում եմ պարոն Եղոյան, ձեր հայտարարագրի հետ կապված հարց ունենք, ես էլ արդեն մտքերով եմ գնում, ասում տեսնես ինչն եմ, մոռացել նշեմ, կարող է մի թիվ սխալ եմ նշել բան, այնտեղ նշել եք բան, նշել եք այնտեղ հարսանեկան նվեր 1,200,000 դրամ, 1,200,000 դրամ, սենց ասում է այդ լրագրողը, ես էլ ինձ էլ թվում է, թե կասկածում է, որ քիչ եմ գրել, էլի մտածում եմ մի զրո բաց եմ թողել, ուզում այնց մեղադի, թե ինչի ես ստել, ինչի չես գրել, որ 12 միլիոն է, ինչի ես կեղծել թիվը, ասում եմ, բա այդ ոնց է եղել, որ այդ ինչ, այդ ոնց է եղել, որ հարսանեկից 1,200,000 դրամ, տենց ասում դե դա մի հոգի չի, փոքր տենց նեղ, տենց ընտանեկան միջավայրում է եղել, տենց մի 30-35 հոգանոց տենց հարսանիք էր, միջոցառում էր կարելի ասել, ու տենց էլի ամեն մեկը ոնց է լինում հայկական հարսանիքներում, ինչ որ գումար են տանում, դա գումարել եմ իրար, կազմել է 1,200,000, բա հա լավ բան, մյուս օրը տենց հոդված են գրում, մեր ազատ մամուլ է էլի, աշխարհի 34-րդ տեղը անհասկանալի ֆինանսավորման, բա դա ինչ նվիրատվություն է, քննադատում էին նվերները, փոխանակ որպես սենսացիա գրեն, փոխանակ գրի, ասի սենսացիա, չլսված, չտեսնված բան, անհավանական երևույթ։ Պատգամավորը հարսանիքից ստացել է բոլոր հյուրերից հանրագումարում 1,200,000-ի նվեր, որպես սենսացիա գրի դա։ Հələ մի բան էլ անհանգստանա, ասի, հո բան չի եղել, պարոն Եղոյան, ինչ է այդպես համեստ հարսանիք, արել բան, հա, տես միջոց, հա։ Ասում եմ, ո՞ր էս միջոց, ապշելու բան է, մարդ 3 հատ բան, Երևանի կենտրոնում 3 հատ բնական ունեցող մարդը, ասում հարսանիքից կզվոտ է, 1,200,000 ասենք ապշելու աբսուրդի աստիճանի է, էլի սա ուղղակի հասնում։ Հետո էլ որ երեք ես լրագրողների ներկայությամբ մի պահ, մի կոնտեքստում, հա, դե այլ կոնտեքստում նշեցի կրթվել է Նորաձևը Արշավի մասին, ինչ-որ մի բան ասի, տեսնեք ոնց հարցակվեցին վրես, որ իբր էսում հետ ես, էսում ես դու, ես չես ասում, դու գիտես մենք ով ենք, մենք լրագրողներ ենք այստեղ քո համար, բան չենք, մեզ հետ ուրեմն հարգելի լրագրողներ, ովքեր երեք ինչ-որ վրդովվել էին, այս հաշվետվությունը ձեր լրատվամիջոցները ներկայացնել են, մինչև ամեն տարվա մարտի 31-ը պիտի ներկայացնեն, պարտավոր են վերը նշված օրենքից վերը նշված հաշվետվությունը ֆինանսական ներկայացնել, որ նա տեսնենք էլի այդ ոնց է ստացվում, որ Հայաստանում բանը թերթի ղեկավարը, ասենք որ այնքան փող աշխատի, ասենք Washington Post-ն է, New York Times-ն է, բանը ինքն էլ մերօրյա բանն է, Catherine Graham-ն է, ով է, այսինքն ունեցել տեղից մոնատ է գալիս մի հատ։ Իսկ կարող է պատահի օրինակ Հայկ Կոնջոնյանի կինը Հայ Post-ում ինչ-որ ազդեցիկ մարդկանց ոտ է տրորել։ Ու այդ ազդեցիկ մարդիկ գնացել իրան բողոքվել են։ Կարող է տես պատահի օրինակի համար։ Կարամ ես ունենամ տենց կասկածներ։ Իսկ եթե պարզվի որ տենց է, դա չի նշանակի որ դա ավելին է քան կոռուպցիան։ Դա պաշտոնական դիրքի չարաշահում է արդեն դառնում։ Կարող է նման բան պարզվի։ Իսկ եթե պարզվեց, ես կոչ եմ անում
մեր լրագրողներին, լրագրողական կազմակերպություններին օգուտով օգտվել ես հնարավորությունից։ Սա, ես ասեմ, սա բացառիկ բան է մեր պետության պատմության մեջ։ Եվրամիության անդամ 9 երկրներում, Եվրամիության անդամ 9 երկրներ այս դասակարգման մեջ Հայաստանից ավելի հետ են գտնվում։ 9 երկրներ, 34-ից ավելի վերև գտնվող հորիզոնականներում են։ Ես խնդրում եմ օգտվել ես հնարավորություններից եւ ոչ թե երազել նախկին կոռուպցիոն համակարգի վերադարձի մասին ու հələ մի բան էլ բարձրաձայնել դրա մասին առանց ամաչելու։ Շնորհակալություն։ Նարեկ Գրիգորյան, հաջորդ ելույթի համար համեցեք։